Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ տեսանյութը նայելուց հետո, ովքեր որ ինձ հետ համաձայն են, անպայման կիսվեն էջերում, որպեսզի ես իմ դիմումը նույնպես հասնի սահմանադրական դատարանին։ Մեծարգո բարձր դատարան, այս վերջում դատարանի ամբիոնից հնչեց զոմբիների, շուն ու շանգյալների ու այդ 5000 նոսների մասին կարծիք։ Պարոն դատավորը ասեց, որ այդ ընդդիմության դիմումները կարդալուց իմ մոտ սենց կարծիք է ի հայտ եկել։ Հիմա ես ասեմ ինչա կատարվում եւ իմ դիմումը ձեզ որն է։ Այդ զոմբիներ ասածը, ուրեմն տեսեք, բնակչության 30%-ը մոտավոր այդպիսի թիվ է։ Զոմբի բառը շատ կոպիտ է, ես ասեմ իսկականից ինչա կատարվում, դա իմ անձնական ուսումնասիրություններն են ցույց տվել եւ կարելի է դա ճշտել։ Ուրեմն թշնամու կողմից գնում է մասսայական, մարտական հիպնոզ Հայաստանի բնակչության դեմ։ Թշնամու կողմից դա զենք որպես մարտական զենք է։ Այդ հիպնոզը, որ կարող են մասսայական մարդկանց կարծիքները, մարդկանց ուղեղները փոխել։ Այդ հիպնոզի մարդիկ այդ հիպնոզի տակ հիմա հակահայկական, հակասահմանադրական, հակապետական, հակաազգային գործողություններ են անում եւ գնում են այդ ընտրություն են անում այդ մարդկանց, ովքեր որ այդ հակագործերն անում են։ Հիմա սրան փրկություն է պետք, սրանից փրկություն է պետք։ Ովքեր են ընկնում այս հիպնոզի տակ, ենթարկվում են այս հիպնոզին, հիմնականում քիչ կրթված մարդիկ եւ հոգեպես թույլ մարդիկ մի քիչ։ Ասենք ուժեղ հոգեպես ուժեղ մարդը այս թշնամու հիպնոզին չի գնում արդեն, չի ենթարկվում։ Նաեւ բարձր կրթված, լավ կրթված, շատ կարդացած, լավ սովորած մարդը նույնպես այս հիպնոզը նրա վրա չի ազդում։ Հիմա այդ մարդիկ մեղավոր չեն, որ ընկել են այս հիպնոզի տակ ու ոչնչացնում են մեր բոլորի հայրենիքը ընդհանուր։ Դուք, պարոն դատավորներ, բարձր դատավորներ, դուք շատ բարձր մակարդակի կրթված մարդիկ եք, դուք այս հիպնոզի տակ չեք կարող ընկնեք, այս հիպնոզը ձեր վրա չի ազդի, բայց դուք կարող եք հիմա փրկեք մեզ այս հիպնոզից, պետությունը փրկեք այս թշնամու զենքից, սա զենք է։ Դուք այսօր հենց առիթ է, որ դուք այս հարցը լուծեք, կարող եք այս հարցը լուծեք, ես խնդրում եմ փրկեք մեզ, փրկել։ Նաև չի բացառվում, որ երկրի ղեկավարությունն էլ է այս հիպնոզի տակ, մեծամասնությունը։ Ես չէի ասի, որ դավաճան են, ինադու գնում դավաճանում, չէ, ընկել են ես նույն այս հիպնոզի տակ։ Թշնամին կարողացել է այս հարցը լուծի։ Այն երկրները, ովքեր ուզում են մեզ ոչնչացնել, հենց Նիկոլ Փաշինյանը մեկը, ասենք մինչև այս վերջի մի 2-3 տարին ինքը լրիվ ուրիշ բաներ էր ասում, ինքը լրիվ ուզում էր Արցախը փրկեր, ուզում էր Հայաստանը փրկեր, Արցախը պաշտպաներ, մյուս, հա, հիմա ինքը փոխել է հակահայկական, հակասահմանադրական, հակաազգային գործողություններ է անում եւ հայտարարություններ է անում։ Եվ ես խնդրում եմ նաև այդ Նիկոլ Փաշինյանին եւ մյուս այդ բարձր ղեկավարներին, ովքեր այս հիպնոզի տակ են, մեծ հավանականություն կա, այդ մարդկանց ուղարկել անպայման պարտադիր ձևով դատաբժշկական քննության, որպեսզի իրենց այդ հոգեկան վիճակը մի հատ կոնկրետ հաստատվի ինչ վիճակ է, հիպնոզի տակ են, վերացնում են երկիրը, թե չէ, թե թշնամի են, էս էլ կա, չէ, իրանց գործողությունները։ Եվ տեսեք, այս մարդկանց նորից մի ահագին մեծ մասսա գնացե ընտրել է, հասկանալով, հրաժարվելով ինքնությունից, պատմությունից, նախնիներից, հայրենիքից, տարածքներից, հողից հրաժարվելով գնացել է նորից ընտրել է, չէ, մի 30%-ը այն կեղծիքները բան են կոմ դրած ընտրել է, չէ, այս մարդիկ էլ են այդ հիպնոզի տակ։ Դրա համար ես խնդրում եմ, փրկեք մեզի, փրկեք պետությունը, այս թշնամու զենքից, հիպնոզից, այդ դա մարտական զենք է, տարբեր հիմա ձևի զենքեր կան, հիպնոզը նույնպես համարվում է մարտական զենք։ Սա է իմ խնդրանքը, որ հաշվի առնեք այս հարցը, խնդրում եմ հաշվի առնել եւ հարգելի ժողովուրդ ջան, ովքեր իմ հետ համաձայն է այս իմ դիմումին, կիսվեք ձեր էջերում, որպեսզի բարձր դատարանը տեսնի ինչքան մարդ է այս կարծիքին։ Այսքանը շնորհակալություն։